Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իր դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի Սուրբ Հոգով անցկացնենք այս ժամը եւ մեր ուսումնասիրածը ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում Հիսուսի անունով խնդրեցի ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ մեկ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինք ու երկիրը Քրիստոսը Փիլիպպեցիներին եւ Կողոսացիներին թղթերում եւ արդեն հասել ենք 17-րդին, որը կոչվում է երկնային քաղաքացիություն։ Հիշելու համարն է Փիլիպպեցիներ 4:6։ Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այս շաբաթվա դասը եզրափակում է Փիլիպպեցիներ ուղերձի մեր ուսումնասիրությունը եւ լիարժեքավոր դասերով ու կենցաղային կյանքի համար կարևոր խորհուրդներով։ Պողոս առաքյալի կյանքն առաջնորդող բարձր բարոյական արժեքնից շատերը կարծես հանդիպում են ուղերձի եզրափակիչ հատվածներում։ Հիսուսի ուսուցումների նման, որոնք կենտրոնանում են ներքին մարդու վրա, Պողոսը մեզ հետ կիսվում է քրիստոնեական ուրախ կյանքով ապրելու գաղտնիքներով։ Նույնիսկ երբ իրադարձությունները չեն ընթանում այնպես, ինչպես մենք կցանկանայինք, ինչ տեղի ունենում ավելի հաճախ, քան մենք կուզեինք, մենք կարիք չունենք անհանգստանալու, տագնապելու կամ հուսալքվելու։ Դրա փոխարեն կան սկզբունքներ, որոնք կօգնեն ներքին ուժ գտնելու, դիմակայելու կյանքի մարտահրավերներին։ Գիտեք, անհանգստանալը, տագնապելը, հուսալքվելը, դրանք բոլորը խլում են մեր էներգիան։ Այն էներգիան, որը անհրաժեշտ է մեզ լուծելու խնդրեմը։ Եվ դրա համար է Հիսուսը, Աստված ասում, որ մի անհանգստացեք։ Դա չի նշանակում, որ բազմոցի նստում ես ու սպասում ես, թե պիտի լուծումը ընկնի գլխիդ։ Ոչ, Աստված մեզ ստեղծել է, որպեսզի մենք շարժվենք, մտածենք, լուծենք։ Այլ նշանակում է, որ առանց ողբ բարձրացնելու, առանց անհանգստանալու, տագնապելու, դիմենք Աստծուն, իմաստություն խնդրենք եւ հնարավոր լուծումներ գտնենք։ Իհարկե, որոնք, այսպես ասենք, հնարավոր բարոյական լուծումներ, որտեղ կարող են լինել նաեւ ոչ բարոյական լուծումներ, այսինքն ստով, խաբեությամբ եւ այլ վատ բաներով։ Եվ բացի այդ, երբ որ մենք տագնապում ենք, անհանգստանում ենք, հուսալքվում ենք, արդեն մենք adekvat չենք կարող մտածել։ Եվ դրա համար է Աստված մեզ խնդրում, որ մենք չանհանգստանանք։ Ուրեմն դրա փոխարեն կան սկզբունքներ, որոնք օգնեն ներքին ուժ գտնելու, դիմակայելու կյանքի մարտահրավերներին։ Մենք մեղավոր աշխարհում ենք ապրում եւ առանց կյանքի մարտահրավերների չի կարող լինել այս կյանքը։ Ուղղակի չի կարող, որտեղ մեղքի աշխարհում ենք ապրում։ Այդպիսով մենք կարող ենք կայուն ու մնայուն խաղաղության փորձառություն ապրել, որը կարող է տալ միայն Աստված։ Թե ներկան եւ թե ապագա նրա ձեռքում են, եւ նա կտրամադրի այն ամենը, ինչի կարիքն ունենք։ Սաղմոսագիրը Դավիթը գրում է, որ Աստված մարզում է իմ թևերը պայքարի համար։ Այսինքն Աստված մեզ ստեղծել է որպես բանական էակ, մեզ տվել է մկաններ, մեզ տվել է ամեն ինչ, եւ մենք գիտենք օրենքը, եթե մենք չենք շարժվում, ամեն ինչ ժանգոտում է։ Ուղեղը չենք շարժում, ուղեղն է ժանգոտում, մկանները չենք շարժվում, մկաններն է ժանգոտում, որովհետև Աստված ինչ որ ստեղծել է շարժման մեջ է, ողջ տիեզերքը շարժման մեջ է, եւ Աստված ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր բանականությունը, որ ինքը մեզ տվել է, մեր մկանները, որ ինքը մեզ տվել է։ Ինքը չի ասում դուք դարեք, չգիտեմ, բազմոցի վրայի կարտոֆիլ մի մտածեք, ես այդ բոլոր խնդիրները կլուծեմ, կամ ծնողներ կան, որ կապ չունի թե երեխան ինչքան է մեծանում, երեխայի ամբողջ խնդիրները ինքն է լուծում։ Կան խնդիրներ ամեն հասակին համապատասխան, որոնք մենք պիտի թույլ տանք, որ երեխաները փորձեն լուծել, որպեսզի փորձառություն
ունենան եւ աճեն։ Առանց մարտահրավերների, առանց դժվարությունների, առանց խնդիրների լուծելու չի աճի, ոչ ուղեղը, ոչ մկանները, ոչ ամեն ինչը մարտահրավեր է պահանջում աճելու համար։ Եվ դրա համար շատ անգամ այդ երեխաները, ում ծնողները ամեն ինչով ապահովել են, ունակություն չունեն, շատ հաճախ ունակություն չունեն պրակտիկ կյանք ապրելու, խնդիրներ լուծելու, դժվարությունների մեջ հայտնվում են, ընկնում են պանիկայի մեջ։ Այսինքն Աստված մեզ չի ուզում, որ մենք նման երեխաներ լինենք, բայց նաև չի ուզում, որ մենք անհանգստանանք։ Անհանգստանալը ոչի չես օգնի։ Ուղղակի պետք է աղոթենք իրեն, իմաստություն խնդրենք եւ սառը ուղեղով եւ գումարած իհարկե նաև զգացմունքները, ճիշտ զգացմունքները լուծում գտնենք հարցերին, ոչ թե վայնասուն բարձրացնենք։ Սա է ուզում Աստված։ Նա չի ուզում մեզ հաշմանդամ սարքի, ոչ ֆիզիկական, ոչ մտավոր, ոչ էլ հոգևոր։ Ինքը ուզում է, որ մենք օգտագործենք բոլոր տաղանները, բոլոր ունակությունները, որ ինքը մեզ տվել է, բայց չի ուզում, որ նեղության պահին մենք տագնապենք եւ անհանգստանանք, այլ հանգիստ ձևով մտածենք եւ լուծենք իր օգնությամբ։ Ինչպես դրա համար Հիսուս ասում, որ երեխաների պես եղեք, այսքան ինչ հարցում վստահելը։ Եթե մենք վստահում ենք, որ մենք այդպիսի հայր ունենք, որ ամբողջ տիեզերքն է ղեկավարում եւ շարժում, մեր խնդիրները շատ փոքր են, ինքը կարող է լուծել մեր խնդիրները։ Ուղղակի ինքը ուզում է սովորեցնի մեզ այդ խնդրի միջոցով դաս։ Եվ ուզում է սովորեցնի մեզ, աճացնի մեզ այդ դժվարության խնդրի միջոցով։ Ուրեմն այդպիսով մենք կարող ենք կանոնային խաղաղության փորձառություն ապրել, որը կարող է տալ միայն Աստված, եւ այդպիսով մեր հավատքը կաճի իր հանդեպ։ Թե ներկան եւ թե ապագա նրա ձեռքում են, եւ նա կտրամադրի այն ամենը, ինչի կարիք ունենք։ Ամենակարևորն այն է, այսքան մենք մեզնից ինչ որ մեր ուժերը պատում է իր առաջնորդությամբ անենք։ Որովհետև կարող է մեր ուժերը պատի, բայց մենք սխալ բաներ անենք մեր ուժերով։ Մենք պիտի իր առաջնորդությամբ անենք, որ ինչպես Պողոսը ասում, քամուն չտանք, քամու հետ խաղ չանենք, այլ իրոք արդյունք լինի։ Եվ հիմնական հենց այդ վստահության հավատի վրա է հիմնված, որ Աստված ամեն ինչ կտրամադրի, ինչի կարիք որ մենք ունենք։ Ամենակարևորն այն է, որ մենք չպետք է հույսեր կապենք երկրային կառավարման համակարգերի հետ, որոնք պարբերաբար հիասթափեցնում են մեզ։ Որպես քրիստոնյաներ մենք Աստծո երկնային թագավորության քաղաքացիներ ենք, եւ այդ քաղաքացիության հետ գալիս են արտոնություններ, հրաշալի արտոնություններ, բայց եւ միևնույն ժամանակ պարտականություններ։ Երբ որ դառնում ես քաղաքացի որևէ երկրի, մանավանդ Ամերիկայում, քեզ ասում են, որ դու ունես իրավունքներ եւ պարտականություններ։ Այսինքն ոչ միայն իրավունքներ ունենք, այլ նաեւ պարտականություններ որպես քաղաքացի։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք մարդկանց, որոնցով հիանում ենք եւ ցանկանում նմանվել նրանց։ Երեխաների համար հատկապես կարևոր է, որ նրանք ունենան լավ օրինակներ կամ այսպես ասած մոդելներ։ Կատարյալ տարբերակում նրանց օրինակը պետք է լինեն հայրն ու մայրը, մեծանալով նրանք կգտնեն այլ օրինակներ, որ գուցե կապված կլինեն իրենց ընտրած աշխատանքային առաջընթացի հետ կամ նրանց կգտնեն իրենց կարդացած այս կամ այն անձնարարության կեսագրության մեջ, նրանք կարող են սովորել նաև, թե ինչպես են աստվածաշրջան տարբեր կերպարներ հաղթահարել մարտահրավերները եւ ապա դրանք համատել իրենց կյանքի փորձառությունների հետ։ Դրա համար շատ կարեւոր է, թե մենք ինչ ենք դիտում եւ ինչ ենք կարդում եւ ինչ ենք լսում։
Արդյոք ճիշտ մոդելներ ենք ընտրում, արդյոք ճիշտ օրինակներ ենք ընտրում հետևելու, թե ոչ։ Ցավոք այսօրվա զանգվածային լրատվամիջոցներում վատ օրինակները շատ են։ Ես կասեի շատ են։ Մեզ ռմբահարում են կամ ռմբակոծում են սենսացիոն, այսինքն սադրիչ, մոլորեցնող, խայտ, զգայացունց իմաստը ծանոթություն, խայտ, զգայացունց իմաստով, վերնագրերով պատմություններ, որոնք մանրամասը նկարագրում են հայտների խնդրահարույց կյանքն ու սկանդալները, բայց արդյոք դրանք մեզ պետք է, իհարկե ոչ, դրանք մեզ չեն աճացնում լավի մեջ, այլ միայն վատի մեջ, և դրանք ընդհանրապես ոչ մեկի գործը չէ, այլ միայն այդ մարդկանց գործն է։ Պողոսի ընթերցողները Փիլիպպիում իհարկե համացանց չեն ունեցել, այնուամենայնիվ բախվել են նման մարտահրավերների։ Փաստն այն է, որ Պողոսի ապրած աշխարհը շատ էր ապականված, անբարոյականությամբ, ինչպես մերն է այսօր։ Միշտ եղել է և միշտ էլ բավարար չարի կլինի, գոնե մինչև աշխարհի վերջին ժամանակները։ Հարցն այն է, թե մենք ինչպես ենք արձագանքում դրան։ Կարդանք Փիլիպպեցիներ 3 գլխի 17-ից 19 համարները։ Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով վարվենք, նույնը մտածենք, ինձ նմանող եղեք եղբայրք։ Եվ նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունիք։ Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ, և հիմա լալով ասում եմ, ոչ թե դատելով, այլ ասում եմ լացելով եմ ասում։ Որ Քրիստոսի խաչի թշնամիներ են, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը իրենց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում։ Այսինքն, հետաքրքիր որ չի ասում Քրիստոսի թշնամիներ, ասում է Քրիստոսի խաչի թշնամիներն են։ Ինչու, որտեղ շատ մարդիկ ինչու չեն ընդունում Հիսուսին, որտեղ ինքը զոհ դարձավ, իրեն զոհաբերեց։ Եվ դա ընկալում են որպես թուլություն, բայց իրականում եթե այդ զոհը չլիներ, ոչ մեր աշխարհը կլիներ, ոչ էլ մենք, մարդիկ դա չեն հասկանում, և դրա համար ասում է Հիսուսի խաչն են, խաչի թշնամին են դառնում, այսինքն նրա խոնարհության և այն կյանքի, խոնարհ կյանքի, որը կլինի երկնային արքայությունում, որտեղ ոչ ոք իրար չի նեղացնի, իրար վրա չի բարձրանա, չի գոռոզանա, այլ բոլորը իրար կսիրեն և կհարգեն։ Եվ ասում են նրանց վերջը կորուստ է, իրանց ասվածվածը իրենց որովայնն է, այսինքն շատ են տարված ուտելով, խմելով, իրենց շահերով և ասում է իրենց փառք, իրենց ամոթն է։ Այսօր խայտառակություն է կատարվում։ Բոլոր են մասեր, որ պիտի թաքնված լինի հայտ, բոլորին ցուցադրվում են։ Խայտառակ բաներ են դրվում ինտերնետում, որը անձնական են։ Այսինքն ամոթը դառելա, ամոթալի բաները դառելա մոդա, չեն ամաչում, հələ մի բան էլ հպարտանում են։ Սարսափելի վիճակ է և եթե մարդիկ շարունակաբար նայեն այդպիսի բաներ, պարզ է, որ իրենք էլ կփչանան և աճելու տեղը հակառակը կդեգրադացվեն, որտեղ դրանք բոլորը դեգրադացնող բաներ են։ Մենք չպետք է անուշադրության մատնենք այն փաստը, թե ինչպիսին էր Պողոսի սերը նրանց հանդեպ, ում հետ ինքը համաձայն չէր։ Նա լացում էր նրանց համար։ Նկատենք նաև, որ նա նրանց իր թշնամիները չի համարում, այլ որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Պողոսը գիտակցում էր, որ շատ ավելի մեծ խնդիրներ են հայտնվել ուշադրության քննարկման կենտրոնում, մասնավորապես ինչպես է խաչը ոչնչացնում խոչընդոտները և մեզ բոլորիս դնում նույն մակարդակի վրա, որպես մեղավորներ, ովքեր փրկչի կարիք ունեն։ Աստվածաշունչը ասում է, արդար չկա, մեկն էլ չկա։ Մենք բոլորս փրկագնված ենք Հիսուսի
արյունով, եւ դա հավասարացնում մեզ բոլորիս։ Չպետք է անտեսել նաեւ, թե ինչպես է Պողոսը Ֆիլիպեցիներին հորդորում կենտրոնանալ լավ օրինակների վրա, ոչ թե վատերի, ուշադիր հետևելով նրանց, ում կենսակերպը նման է իր սեփական կենսակերպին։ Հետաքրքիր է, որ Պողոսը նման լեզու է օգտագործում հռոմեացիներին զգուշացնելով զգուշանակ նրանցից, ովքեր հերձվածներ եւ գայթակղություն են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք նրանցից հեռու մնացեք։ Հռոմում գործող խաբեբաներին Պողոսն այսպես է նկարագրում. այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին։ Հռոմեացի 16:18, այսինքն տաք տեղ են փնտրում, ուշ տեղ են փնտրում, դրանց չի մտահոգում մարդկանց փրկությունը։ Մենակ թե ձև անեն, թե իբր թե աշխատում են, եւ փող ստանան, եւ փորները կուշտ լինի։ Ցավալի է։ Կարդանք Ֆիլիպպեցիներ 3:20-21 համարները, 3-րդ գլուխ 20-21 համարները։ Բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, կամ մենք երկնային քաղաքացիներ ենք, երկնքի արքայության քաղաքացիներ ենք, որ այնտեղից մի ուրիշ թարգմանություն ասում է մեր քաղաքացիությունը երկնքում է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգե մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։ Երբ որ ասում են փրկված, այսինքն մարդիկ մարմին չեն ունենալու, այդպես չի, ասում է իրա փառավոր մարմնին, էլի մարմին է, բայց փառավոր մարմին է, ոչ թե մեղավոր։ Ի տարբերություն խաչի թշնամիների, որ երկրային բաներն են մտածում եւ չունեն ավելի մեծ Աստված, քան իրենց որովայնն է, քրիստոնեական քաղաքացիությունը երկնքում է եւ մեր ղեկավարը Հիսուս Քրիստոսն ինքն է։ Այս կետը ընդգծելու համար Պողոսը շեշտադրում է. մեր խոնար մարմնի կարիքը, որ ենթակա է հիվանդության, քայքայման ու մահվան եւ վերափոխվելու է Քրիստոսի հարություն առած փառավոր մարմնի նմանությամբ։ Հոբը նշտում է, որ Աստված հողոփոշուց նորից հարություն կտա իրան եւ ասում է իմ աչքերը, ոչ թե ուրիշի աչքերը կտեսնեն Քրիստոսին, Աստծուն, երբ որ նա գա։ Նույն միտքը արտահայտում է Ղուկաս 24:39, առաջին Կորինթացիս 15:42-44-ն էլ ասում է, որ մեր մարմինները փոխելու է իր փառավոր մարմնի նման։ Եկեք կարդանք առաջին Կորինթացիս 15:42-44, առաջին Կորինթացիս 15:42-44 Այնպես էլ մեռելների հարությունը սերմվում է ապականությունով եւ հարություն է առնում անապականությունով։ Սերմվում է անարգությունով եւ հարություն է առնում զորությունով։ Այսինքն ով որ փրկված է, ճիշտ է հիվանդ եւ ծերացած մարմնով է մահացել, բայց փառավոր մարմնով հարություն կառնում, ով որ փրկված է։ Սերմվում է շնչավոր մարմին եւ հարություն է առնում հոգեվոր մարմին, բայց դարձյալ մարմին կա շնչավոր մարմին, կա եւ հոգեվոր մարմին։ Այսպես էլ ուրեմն մինչև 44-ը կա շնչավոր մարմին, կա եւ հոգեվոր մարմին, եւ առաջին Կորինթացիս 15:50-54-ը։ Միայն թե ես սա եմ ասում, եղբայր,
որ մարմին եւ արյուն չեն կարող Աստծո արքայությունը ժառանգել, եւ ոչ էլ ապականությունը ժառանգում են ապականությունը։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք հանկարծ մի ակնթարթում հետին փողի ժամանակին, որտեվ կոչը կփչի եւ մեռելները հարություն կառնեն անապականելի եւ մենք կփոխվենք։ Վասնզի պետք է որ այս ապականացուն հագնի անապականությունը եւ այս մականացուն հագնի անմահությունը։ Եվ երբ որ այս ապականացուն անապականությունը կհագնի եւ այս մականացուն անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքը, որը գրված է, թե ման ընկղմեցավ հաղթության մեջ։ Ով մա ուր է քո խայտոցը, գերեզման ուր է քո հաղթությունը։ Նաեւ կարդանք Ղուկաս 24:39 Երբ որ Հիսուսը արդեն հարություն էր արել եւ եկավ իր աշակերտների մոտ, Ղուկաս 24:30 եւ ինչ է ասում ինքը։ Իրանք երբ որ տեսան, ասման շփոթվեցին։ Բայց ինքը ասма տեսեք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ, շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ։ Եվ ինքը նույնիսկ ինչ արեց, ասեց մեղր եւ ձուկ տվեք, եւ ինքը կերավ եւ ասեք տեսեք։ Այսինքն նորից, ասма շոշափեք ինձ, շոշափելի մարմին, բայց փառավոր։ Տարբերությունը դա է, ոչ թե մեղավոր, այլ փառավոր։ Ի վերջո Հիսուսի միջոցով մահը վերջին թշնամին պետք է ոչնչանա, եւ սա է մեր ամենամեծ հույսը, վերջնական խոստումը, որ տրվել է մեզ Հիսուսով, ոչ միայն մահվան վախճանը, այլև ամբողջովին նոր մարմին, նույնիսկ փառավոր մարմին։ Մի գրքում պատմում է այսպիսով Պողոսի համար մեր երկնային քաղաքացիությունը ներառում է հարության եւ հավերժական կյանքի խոստումը մի ամբողջովին նոր գոյության մեջ, որն այժմ հազիվ են կարողանում պատկերացնել։ Եվ չենք էլ կարող պատկերացնել, որտեղ ինչին ենք մենք սովոր, ինչ ենք տեսնում մեր շուրջը։ Տառապանք, հիվանդություն, նեղություն, մահ։ Եվ չենք պատկերացնում, որ կարող է լինել մի կյանք, որտեղ այդ ամենը չկա։ Շարունակենք կարդալ Ֆիլիպեցիները գիրքը, Ֆիլիպեցիների 4 գլխի 4-ից 7 համարները։ Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ, ուրախ եղեք, ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է, ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Այստեղ ուրեմն գրված է, թե ինչպես խաղաղություն ստանալ։ Երբ որ մի մտահոգիչ բան կա, ոչ թե պիտի գիշերները չքնես, մտահոգվես, դառնանաս եւ այլն, ասма չէ, հայտնեք Աստծուն, հանձնեք Աստծուն, աղաչանքով եւ շնորհակալությամբ։ Այսինքն անհանգստության հակառակը ինչն է, ուրախությունը։ Ուրախությունից է բխում խաղաղությունը։ Քանի անգամ եք անհանգստացել այնպիսի բաների համար, որոնք ի վերջո որքան արագ հայտնվել էին, նույնքան արագ էլ կարգավորվել են։ Ոչ առանց պատճառի Հիսուսը բազմիցս ընդգծել է, որ մենք չպետք է անհանգստանանք։ Իսկ Պետրոսը հիշեցնում է, որ մենք կարող ենք մեր բոլոր հոգսերը կամ անհանգստությունները հանձնել Տիրոջը, որտեղ նա հոգ է տանում։ Սատանան քնած չի։ Նա մի փոքր բան է այնպես կուրճացնի, այնպես ականջիդ կփսփսա, վայ էսենց, վայ այնենց, վայ հելտես, հեսա ինչա լինելու։ Եվ այդ ժամանակ ինչ պիտի մենք անենք, լսենք իրեն, ոչ։ Մենք պիտի ասենք, ետինս գնա Սատանա, որտեղ ես այնպիսի հայր ունեմ երկնային,
որը մի վայրկյանում կարող է լուծել այդ հարցը, եւ եթե մի վայրկյանում էլ չէ, կլուծի այն ժամանակ, երբ որ պետք է, եւ կլուծի իր ձևով, եւ մեզ էլ կսովորացնի, թե ինչպես լուծել դա։ Եվ այն ժամանակ խաղաղությունը կիջնի մեր վրա, այսինքն մեր բեռը պիտի տանք Հիսուսին։ Մենք չպիտի լսենք սատանայի փսփսոցները, այլ միայն Աստծո խոստումներին նայենք եւ հավատանք։ Իրականում աշխարհում աճող հիմնախնդիրները պետք է հույս ներշնչեն, որ Տիրոջ գալուստը մոտ է, որովհետեւ Աստվածաշունչը Հիսուսը ինքը ասում է, ինչքան մոտիկ լինի իր գալուստը, այնքան դժվարությունները շատանալու են։ Անհանգստության հակաթույնն ամեն ինչում ներառյալ յուրաքանչյուր առանձին իրավիճակ հավատքով աղոթելն է, հավատքով աղոթելն է։ Ըստ երևույթին մենք պետք է հավատանք ու գործենք համաձայն մեր աղոթքի, որպես թե արդեն ստացել ենք պատասխանը, անգամ եթե դեռևս չենք տեսել դրա իրականացումը, չէ՞ որ մենք պետք է աղոթենք գոհությամբ։ Այստեղ ավելացված է նաև աղաչանքով բառը, մատնանշելով ծայրահեղ ու անհետաձգելի ժամանակներ։ Մատնանշելով ծայրահեղություն եւ անհետաձգելիություն։ Մեր աղոթքները դեռևս խնդրանքներ են, բայց մենք կարող ենք վստահ լինել, որ մեր խնդրանքներն ընդունվել են, քանի դեռ մենք խնդրում ենք ըստ նրա կամքի։ Ամեն աղոթքի մեջ մենք պիտի խնդրենք Աստված ջան, այս սա իմ ծրագրերն է, սա իմ լուծելու ձևն է, բայց ես դնում եմ քո ոտքերի մոտ, թող քո կամքը հասկանամ, իմաստություն տուր քո կամքը հասկանամ, ճիշտ է թե որ տարբերակն է ճիշտ։ Եթե ոչ մեկը խնդրում եմ իմաստություն տուր հասկանամ քո տարբերակը։ Եվ անմիջապես շնորհակալություն ասել Աստծուն։ Դրանից հետո մենք կարող ենք հանգստանալ եւ խաղաղություն ունենալ, իմանալով, որ մեր բոլոր խնդրանքներն Աստծո ձեռքերում են։ Անհանգստություններից մենք միայն կհիվանդանանք։ Անհանգստություններից մենք միայն ավելի շատ սխալներ կանենք եւ ավելի խնդիրներ կկուտակենք մեր գլխին։ Սաղմոսի մեջ ինչ է ասում Դավիթը, ասում է Տերն է իմ հովիվը, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Գիտեք, մի հատ անգլերեն թարգմանություն ասում է ես ամեն ինչ ունեմ, ինչի կարիք որ ունեմ։ Դավիթը չուներ ամեն ինչ։ Ինքը վտարանդեր էր ժամանակ։ Բայց ինքը ասում է ես Աստծուն եմ վստահած։ Ինչ որ ինձ անհրաժեշտ է հենց հիմա, ես ունեմ եւ դա է խաղաղություն տալի մարդուն։ Այլ ոչ թե այն ինչ որ չունեմ եւ հարց է, արդյոք ես կարիք ունեմ դրան թե չէ։ Իմ քունը, իմ հանգիստը խաթարում եմ, վայ, ոնց կլինի ես այս բանը ունենամ։ Իսկ միգուցե դա պետք չէ որ ունենաք։ Միգուցե ավելի վատ կլինի որ դա ունենաք։ Այսինքն չի կարելի փոճուր երեխայի պես կամայականորեն, քմահաճորեն ոտերը խփել պոլնաս, Աստված ջան, ես էսի ուզում եմ։ Ոնց ուզում ես տուր, մենակ թե տուր։ Դա չի ձևը։ Դա հավատք չի։ Դա մանկամտություն է։ Համենայն դեպս գոնե մանկամտություն հոգևոր աճում, հոգևոր կյանքի մանկամտություն։ Աստծո խաղաղությունը մի բան է, որ աշխարհը երբեք չի կարող տալ, քանի որ Աստծո խաղաղությունը գալիս է այն վստահությունից, որ մենք ունենք հավերժական կյանքի պարգևը մեր Փրկիչ Հիսուսի միջոցով եւ ունենք այնպիսի Հայր, որ ամեն վարքյան հոգ է տանում մեր մասին, որը դեռ իրեն չասած գիտի մեր կարիքները։ Այս խաղաղությունն ազդում է կյանքի բոլոր ոլորտների վրա եւ ամեն մտքից վեր է։ Այն չի կարող ընկալվել միայն մտքով, ինչպես ցույց է տալիս այստեղ օգտագործված հունարեն բառը։ Խաղաղությունը, որը գերազանցում է մարդկային ընկալումը, կպահպանի նաև ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Մեր ներքին կյանքը պաշտպանության կարիք ունի։ Հետաքրքիր է, որ Փիլիպպեցիներ 4:7-ում օգտագործում է զինվորական փոխաբերական արտահայտություն կապված Աստծո խաղաղության հետ։ Հունարեն
Ֆորեյա բայը նկարագրում է զինվորական կայազոր, որը քաղաքը պահպանում է ներխուժումից, այսինքն ինչն է մեր ուղեղը պահպանում, սատանայի ներխուժումից, խաղաղությունը, վստահությունը առ Աստված։ Ներքին խաղաղության մեկ այլ շատ կարևոր գործոն է Աստծո կամքին ներդաշնակ ապրելը։ Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար եւ գայթակղություն չկա նրանց համար։ Սաղմոս 119:165։ Երբ որ մենք ուրախ սրտով հնազանդվում ենք Աստծուն, երբ որ մենք անում ենք այն ինչ որ ուրախացնում է իրեն, իսկ ինչն է ուրախացնում իրեն, երբ որ մարդիկ սիրում, հարգում, օգնում են իրար, այլ ոչ թե հակառակը, արդեն մեր խիղճն էլ հանգիստ է եւ մենք ուրախ ենք, որ մենք մեր ձեռից եկածը արել ենք, ինչ որ պետք է։ Եվ Աստված գոհ է մեզանից, դա մեզ ներքին բավարարություն է տալիս, ոչ թե փարիսեություն է դա, ոչ, այլ այն միտքը, որ մենք ուրախացնում ենք Աստծուն, այլ ոչ թե տխրացնում ենք, մեծ բավարարվածություն է մեզ տալի, մեծ խաղաղություն, ինչպես որ երեխան, երբ որ բավարարում է, տեսնում է, որ ուրախացնում է, հորը ինքն էլ է ուրախանում, կամ մորը իհարկե։ Կարդանք Ֆիլիպպեցիներ 4:9, 4:9 համարները։ Այսուհետև եղբայրք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է եւ թե գովություն, է, այն մտածեցեք, հենց այն, որ սովորեցիք եւ ընդունեցիք եւ լսեցիք եւ ինձանուն տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Այսինքն ամենալավ միջոցը, որ սատանայի մտքերը հեռու պահենք մեզանից, մենք մեր մտքի մեջ թողենք միայն այն, ինչ որ այստեղ նշվեց, ինչ որ բարի է, ինչ որ սուրբ է, ինչ որ հիմա ուսումնասիրենք դա։ Ուրեմն այստեղ մեջ է բերվում 6 առաքինություններ եւ հետո հակիրճ ամփոփում եւ խրախուսանք, ընդօրինակալու Պողոսի օրինակը։ Ուրեմն առաջին, այն ինչ որ ճշմարիտ է, մենք գիտենք ինչ է ճշմարտությունը, Աստծո խոսքը ասում է, Աստծո խոսքը ճշմարտություն է։ Աշխարհը լցված է ստով։ Եթե մենք չենք ուզում, որ այդ սուտը լցվի մեր գլուխը, նախորոք մենք պիտի մեր գլուխը լցնենք ճշմարտությամբ, այն ինչ որ իրոք ճշմարիտ է, այլ ոչ թե սատանայի ստերով։ Երկրորդ պարկեշտ, հունարեն բառը վերաբերում է անձնական առաքինությանը։ Երրորդ, ռուսերենում ասում են չեսնա, այսինքն ազնիվ կամ ազնվաբարով։ Այսօր աշխարհը լցված է ինչով ստությամբ, բայց ասում է դուք ազնվությամբ լցրեք ձեզ, պարկեշտությամբ։ Երրորդ, արդար, այս առաքինությունը սահմանվում է Աստծո արդար բնավորության հետ։ Գիտեք, երբ որ մենք ուզում ենք արդարություն լինի մեր հանդեպ, բայց երբ որ մեզ է հերթ հասնում ուրիշի հանդեպ արդար լինենք, պետք է մենք հարց տանք, արդյոք մենք արդար ենք ուրիշի հանդեպ։ Արդյոք եւ եթե պարզում ենք, որ արդար չենք եղել, անպայման պիտի ներողություն խնդրենք։ Հաճախ մարդիկ միայն իրենց հանդեպ են արդարություն պահանջում, բայց իրանք շատ անարդար են գտնում մյուսների հանդեպ, ուրեմն անաչառ արդար պիտի լինենք։ Չորրորդ, անարատ, մտքեր եւ գործողություններ, որոնք բխում են Աստծո հավատքով ընդունված արդարացնող արդարությունից, այսինքն կեղտոտ մտքերից հեռու։ Սիրելի, գեղագիտական գեղեցկություն, որը լայնորեն տեսնում ենք Աստծո ստեղծագործության մեջ։ Բարեհամբավ, բարի, գրավիչ եւ շնորհալի։ Այսպիսի մտքեր պիտի լցնենք մեր ուղեղը, որպեսզի վատ մտքերի համար էլ տեղ չմնա, սատանայի համար էլ տեղ չմնա մեր մտքի եւ սրտի մեջ։ Իսկ դրանք ինչպես են լցվում։ Եթե մենք վատ բաներ ենք նայում, սրանց հակառակը, եթե դրանք կլցվեն, իհարկե ոչ։ Կլցվի հակառակով։ Դրա համար մեր աչքերը միշտ պիտի ուղղված լինի Հիսուսի վրա, ճշմարտության վրա, ճիշտ բաների վրա, լավ բաների վրա, որոնք
նպաստում են մեր թե հոգևոր, թե ֆիզիկական, թե մտավոր բարօրությանը։ Առաքինություն եւ գովասանք Պողոսը նշում է եւս երկու որակ, որպեսզի այս առաքինություններին հեթանոսական իմաստ չվերագրվի։ Այսուհետև եղբայրներ ինչ որ առաքինի եւ գովելի է, մենք պետք է խորհենք այդ երկնային առաքինությունների մասին, այնուհետև բոլոր կասկածներն ու հնարավոր թյուրիմացությունները վերացնելու համար Պողոսը կոչ է անում կյանքում գործադրել այն, ինչ սովորել ենք, ընդունել, լսել ու տեսել նրա սեփական օրինագից։ Գաղտնիքը Հիսուսին նայելն է, երբ որ մենք Հիսուսին ենք նայում, մենք աճում ենք լավի մեջ։ Երբ որ մենք մեզ ենք նայում, մենք սկսում ենք, այսինքն փարիսեցի ենք դառնում, վայ, ես ինչ լավն եմ ես, կամ էլ նայում ես, վայ, ես ինչ վատն եմ ես։ Պողոս առաքյալը ասում է, գիտեմ, որ ինչ լավ բան չի բնակվում։ Այսինքն պետք չի փնտրել մեր մեջ ինչ որ աղբյուր։ Աղբյուրը Հիսուսն է։ Եթե ուզում ենք լավը լինել, դեպի լավը գնալ, պետք է առանց մեր աչքերը իջացնելու նայենք նրան։ Ինչ է նշանակում Հիսուսին նայել, նորից իր խոսքը կարդալ, խորհրդածել դրա մասին եւ Հիսուսի շնորհքով ձգտել իրականացնել մեր կյանքում։ Եթե մեր նպատակը այդպես է, եթե մենք նպատակաուղված ենք դրա մեջ, այն մնացածը մեզ չի կպնի։ Բայց երբ որ մենք մեր աչքերը վերցնում ենք, մարդու վրա ենք հույս դնում, մեզ ենք նայում, սրան ենք նայում, վերջացավ։ Մենք սկսում ենք դեգրադացվել։ Եվ կարդանք Ֆիլիպպեցիներ 4:10-ից 13 համարները եւ նաեւ 19 համարը։ Ես մեծապես ուրախացա Տերումը, բայց որ դուք արդեն դարձյալ մտքներիդ բերիք հոգալ ինձ համար, ինչպես էլ հոգում եք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։ Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, վասնզի սովորեցի ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինեմ։ Գիտեմ պակասություն քաշել եւ ավելությունով լինելն էլ, ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացված եմ, կշտանալն էլ, սովելն էլ, ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ինչ նկատի ունի այստեղ Պողոսը ասում է, պակասությանն էլ եմ սովոր, նրան էլ եմ սովոր, այսինքն հարստության էլ, բարօրության, այսպես ասեմ։ Ինչ է նշանակում սովոր, այսինքն երբ որ ես կարոտության մեջ եմ, չեմ բողոքում։ Ուղղակի գիտեմ, ձախորդ օրեր կուքան կերթան, ինչպես երգն է ասում։ Ոչ թե ընկնում եմ պանիկայի մեջ եւ սկսում եմ սուտ խոսալով եւ չգիտեմ ինչերով, ոչ ազնվաբարու ձևերով ուզում եմ փոխել վիճակը։ Ոչ։ Իսկ ինչ է նշանակում սովորեմ նաեւ հարստության մեջ ապրել, այսինքն բարության մեջ, որ երբ որ դու այդ ամեն ինչ այնպես ես օգտագործում, որ գիտես, որ վաղ այսօր ամեն մի կոպեկի համար պիտի պատասխան տաս Աստծուն։ Այսինքն իմաստուն ձևով ես օգտագործում դա։ Ոչ թե չտեսի պես քո համար առնում ես, մեքենան ես, ավտոն ես, տունը, ես ինչը, այն ինչը, հետո էլ ցույց ես տալի դրանց մարդկանց։ Դա չէ։ Մարդ պիտի պատրաստ լինի եւ հարստության համար, եւ աղքատության համար։ Եվ այսինքն երբ որ ունես ուրախ սրտով ճիշտ օգտագործես եւ քեզ համար եւ ուրիշների համար, երբ որ չունես, Աստծուն փառք տալով, Աստծո վրա հուսալով, չնայած Աստվածաշունչը խոստում ունի, ասում է, փոքր է մեծացա եւ չտեսա, որ արդարը ողորմություն ուզի։ Այսինքն գոնե ամենանհրաժեշտը անպայման կունենա։ Ուղղակի մարդու խնդրեմը այն է, որ անհրաժեշտով չի բավարարվում, ավելի շատ է ուզում։ Եվ նաև 19 համարը կարդանք 4 գլխի
Եվ իմ Աստվածը լրացնե ձեր ամեն կարոտություն իր հարստության չափով, փառքով Քրիստոս Հիսուսում։ Երբ ծայրահեղ հանգամանքներն առաջանում, սով, հիվանդություն, վնասված, կորուստ, մարդը սկսում է մտածել այն բաների մասին, որոնք իսկապես կարևոր են, եւ գնահատել այն օրհնությունները, որոնք սովորաբար ընդունվում են որպես ինքնին ենթադրվող մի բան։ Երբ մենք նվաստացած ենք, կարիքի մեջ ենք կամ գրեթե ոչինչ չունենք, հենց այդ ժամանակ է, որ հավատքը վեր է կանգնում հանգամանքներից։ Եվ ընդհակառակը, երբ մենք ապրում ենք, այսինքն, գիտեք, երբ որ մարդ երիտասարդ է, ցավեր չունի, շատ քիչ է հիվանդամ եւ այլն, բայց երբ որ հասակը տարվում է եւ երբ որ երբեք գլխացավ չես ունեցել, մեկ էլ գլխացավ է բռնում, հետո երբ որ թողնում է, այնքան ուրախ ես լինում, բայց դու դրանից առաջ չէիր հասկանում, թե ինչ մեծ օրհնություն է, որ դու չունես գլխացավ։ Եվ հիմա ես ամեն օր Աստծուն փառք եմ տալի, Աստված ջան, շնորհակալ եմ, որ սերը ոչ մի տեղից չի ցավում։ Այսինքն դա օրհնություն է, մենք պետք է հասկանանք դա։ Երբ որ կորցնում ենք, նոր ենք հասկանում առողջությունը, երբ որ հիվանդություն է գալի մեր վրա եւ այլն։ Կամ երբ որ ինչ-որ մեկին ենք կորցնում, նոր ենք հասկանում։ Պետք է Աստծուց ամեն օր իմաստություն խնդրենք, որ հենց հիմա հասկանանք, հենց հիմա գնահատենք։ Երբ որ մարդը գնահատող է, այդ մարդը ուրախ է ապրում, երջանիկ է ապրում։ Երբ որ մարդը բավարարվող է, այդ մարդը երջանիկ է ապրում, այլ ոչ թե տանջվում է, վայ, ես չունեմ, վայ, ես չունեմ, վայ, սենց, վայ, նենց։ Երբ որ իհարկե անհրաժեշտ ունի։ Եվ ընդհակառակը, երբ մենք ապրում ենք բարգավաճման մեջ, միշտ պետք է ունենանք այն գիտակցումը, որ այն կարող է մեկ ակնթարթում անհետանալ։ Այո, այդպես է։ Ինչպես Հոբն ու Պողոսն են հիշեցնում, մենք աշխարհ ենք եկել առանց որևէ բանի եւ ոչինչ էլ մեզ հետ չենք տանելու գերեզման։ Հոբը ասում է. «Մերկ եմ եկել, մերկ էլ գնալու եմ»։ Աստված տվեց, Աստված վերցրեց։ Եվ նորից Սաղմոս 23:1 Տերն է իմ հովը, ես ոչինչ կարիք չունեմ, այսինքն ես ունեմ ամեն ինչ, ինչ որ ինձ անհրաժեշտ է։ Մատթեոս 6:32 որտեղ ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք, վստահեք Աստծուն։ Առաջին Պետրոս 5:7 ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որտեղ նա ձեզ հոգ է տանում։ Գիտեք, երբ որ երկարատև է լինում նեղությունը, մտածում ենք ինչի Աստված չի օգնում, չէ՞ որ կարող է օգնել, բայց միգուցե ինչ որ խոչընդոտ կա հենց մեր մեջ, կամ կողքի մարդու մեջ, կամ որը թույլ չի տալիս, որ օրհնությունը թափի մեր վրա, սա է խնդրեմը։ Պետք է խնդրենք եւ գտնենք այդ խոչընդոտը, որ կանել է մեր ու Աստծու միջեւ, որ մենք չենք կարող օրհնություն ընդունել։ Առաջին Պետրոս 5:7 ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որտեղ նա ձեզ հոգ է տանում։ Չի ասում ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք եւ սենց նստեք սպասեք, չէ՞։ Այլ ասում է նրան հուսալով ճամփաներ փնտրեք ազատվելու նեղությունից։ Նրա կամքով իմաստություն խնդրեք նրանից։ Ֆիլիպպեցիներ 4:10 եւ իմ Աստվածը թող համաձայնի իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Եվ որ ամենահիանալին է, ամեն բան կարող է ինձ զորացնող Քրիստոսով։ Գուցե մեզ այնց որևէ մեկը չի կարող լիովին ընկալել, թե ինչ է նշանակում ամեն բան։ Անկասկած է, որ Աստծո օգնություն ու զորությունը խնդրելիս մենք պետք է խնդրենք նրա կամքին համապատասխան, բայց շատ անգամներ մենք նույնիսկ չենք խնդրում այն, ինչը գիտենք, որը համապատասխանում է նրա կամքին։ Ահա թե ինչու է Հակոբոս 4:2 ասում, բայց չունեք, որտեղ չեք խնդրում, ճիշտ բանը չեք խնդրում։ Տեսեք, կան բաներ, որ 100% գիտենք, որ Աստված ուզում է, որ դա մենք խնդրենք եւ 100% կտա։ Ո՞րն է դա։ Հարազատի կամ ընկերոջ փրկության համար, երբ որ խնդրում ենք, մեր հավատքով կիսվելու քաջություն ունենալու համար, երբ որ խնդրում ենք, ներում, երբ խոստովանում ու թողնում ենք մեր սխալները, զորություն հնազանդվելու Աստծո պատվիրաններին։ Այս բոլորը մենք անշուշտ կստանանք, որտեղ այս բոլորը Աստծո կամքն է։ Նաև
Սեր նրանց հանդեպ, ովքեր ատում ու վատ են վերաբերվում մեզ։ Իմաստություն, երբ մարտահրավերների ենք բախվում, Հակոբոս ասում է, երբ որ կարիք ունեք իմաստության, Աստծուց խնդրեք, ասում այնք առանց երեսով տալիս է իմաստություն։ Հասկանալ Աստծո խոսքի ճշմարտությունը, երբ որ խնդրում ենք իմաստություն, որ հասկանանք Աստծո խոսքը, անշուշտ Աստված այս բոլորը կպարգևի, որտեղ դա Աստծո կամքն է։ Եվ վերջում կարդանք միայն նրանք, ովքեր անընդհատ շնորհի նոր պաշարներ են ստանում, կունենան ուժ, որը համապատասխանում է իրենց ամենօրյա կարիքներին եւ այդ ուժն օգտագործելու կարողությանը։ Փոխանակ սпасելու ապագա ինչ-որ ժամանակի, երբ առանձնահատուկ կերպով հոգեվոր ուժ կստանան, հրաշք հոգիներ փրկելու համար, նրանք ամեն օրն են հանձնում իրենց Աստծուն, որպեսզի իր օգտագործման համար պիտանի անոթներ դարձնի իրենց։ Նրանք ամեն օր են բարելավում ծառայության համար հնարավոր իրենց ընդունակությունները, ամեն օր նրանք վկայում են ուսուցչի մասին, որտեղ էլ որ լինեն, տանը, աշխատանքի, որևէ համեստ ոլորտում, թե հանրային օգտակարության որևէ դաշտում։ Կարդանք Էլեն Ուայթից. յուրաքանչյուր աշխատող նվիրված աշխատողի համար հիանալի մխիթարություն է այն գիտակցումը, որ նույնիսկ Քրիստոսն իր երկրային կյանքի ընթացքում ամեն օր փնտրում էր Հորը անհրաժեշտ շնորհի նոր պաշարների համար եւ Աստծո հետ այդ հաղորդակցությունից հետո նա գնում էր զորացնելու եւ օրհնելու ուրիշներին։ Պիտի ստանանք Աստծուց, որ հետո կարողանանք տալ։ Յուրաքանչյուր աշխատող, որ հետևում է Քրիստոսի օրինակին, պատրաստ կլինի ընդունելու եւ օգտագործելու այն զորությունը, որ Աստված խոստացել է իր եկեղեցուն երկրի հունձքը հասունացնելու համար։ Սա Էլեն Ուայթը գրել է Աստծո զարմանալի շնորհի մեջ եւ նաեւ մի դրվագ կարդանք Էլեն Ուայթի, որ ես ճանաչեմ նրան գրքից։ Կամ devotional հայերեն չգիտեմ ոնց են ասում։ Աստված գիտի մեր կարիքները եւ հոգում է դրանց մասին։ Տերը գանձատուն ունի իր զավակների համար կամ գանձարան եւ կարող է նրանց տալ այն, ինչի կարիքն ունեն բոլոր հանգամանքներում, ինչի կարիքն ունեն, նորից կրկնենք, ոչ թե այն, ինչ որ իրանք են ուզում, որ իրանք բոլորին պետք չի, որ իրանք դեպի վատն է տանելու, բայց իրանք քմահաճ երեխայի պես ուզում են։ Այդ դեպքում ինչու չենք վստահում նրան։ Նա թանկագին խոստումներ է տվել իր զավակներին, իր պատվիրաններին հավատարմորեն հնազանդվելու պայմանով։ Չկա բեռ, որ նա չկարողանա հեռացնել, խավար, որ նա չկարողանա ցրել, թուլություն, որ նա չկարողանա վերածել զորության, վախեր, որ նա չկարողանա հանգստացնել, արժանավոր ձգտում, որ նա չկարողանա առաջնորդել, արդարացնել, եւ ես կավելացնել, չկա այդպիսի հիվանդություն, որ Աստված չկարողանա բուժել։ Ոչ մտավոր, ոչ հոգևոր, ոչ էլ ֆիզիկական։ Մենք չպետք է նայենք ինքներս մեզ, որքան շատ ենք կենտրոնանում մեր սեփական թերությունների վրա, այնքան քիչ ուժ կունենանք դրանք հաղթահարելու համար։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք մեր աչքերը միշտ ուղենք Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի ել ավելի աճենք ճշմարտության մեջ եւ մեր հոգևոր կյանքի մեջ եւ փառավորենք իր անունը։ Մեր շրջապատում, այլ ոչ թե հակառակը, թող Աստված օրհնի մեր բոլոր օրերը, ապագա գալիք շաբաթի մեջ եւ Աստծո ողորմությունով մինչեւ մյուս շաբաթ